Որովհետև հենց մասկեկը հանեն, տեսնելու ենք, որ սրանք են բաներ են։ Քարոզարշավի 11-րդ օրը ընտրապայքարն էլ ավելի բորբոքեց համացանցում հայտնված մի տեսանյութ, որն իրավապահների գնահատմամբ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ է պարունակում։ Տեսանյութի տարածման հստակ սկզբնաղբյուրը մեզ հայտնի չէ, բայց այն լրատվամիջոցներում եւ տարբեր ՔՊԱ-կանների էջերում հայտնվեց, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի ընթացքում անհետ կորածի քրոջ հետ սուր վեճից հետո ուղիղ եթերում միացրեց այն, որ արձագանքի։ Հենց փսլինքներին նա, էլի, ուրեմն սենց մասկեկը հակել են, իբր իրանք ուժեղ տղեկ են։ Այ համբալներ, բա կռվի վաղ։ Իրոք օրեք։ Գիտեք խեն մասկով, որովհետև հենց մասկեկը հանեն, տեսնելու ենք, որ սրանք են բաներ են, այն որ տակները լցրած փախած մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում թիկունքից կրակած, հենց փսլինքներին նա է, եկել են մասկային, հələ սրանցն է։ 2 րոպեանոց այդ տեսանյութում երևում են 5 դիմակավորված անձինք, որոնք պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը եւ պատասխան է տալու արարածների համար։ Քննչական կոմիտեն միայն հայտնեց, թե նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Իրավապահները նախաքննություն են իրականացնում այս անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։ Քննչականից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, բայց վարչապետն առանց դրա էլ մեղադրանքի սլաքներն ուղղեց դեպի Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը։ Գլաս փսլինքներին նայեք, հենց համբալներին նայեք։ Այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են։ Հələ Մենք սովորական ադրբեջանցին ավելի հələ նայեք։ Ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ գտնելու եմ, մասկեկներ մտցնելու եմ համապատասխան տեղերը, էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոթը, համբալներ, հələ մասկեկներդ հանեք դուս եկեք, տենամով կերեք, կզելու եք, Ռոբի, Տաշիրի, Գագոյի, հետ Սերժնե Դավեսկա, փաթեթով կզոցնելու եմ, փաթեթով։ Ընդդիմությունից արձագանքը չուշացավ, Նիկոլ Փաշինյանն ինքն է այդ տեսանյութի հեղինակը, պնդեց Հայաստան դաշինքի ներկայացուցիչը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով սա իշխանության ձեռագիրն է, որը Նիկոլ Փաշինյանը բեմադրում է, հետո դա դարձնում մարդկանց սպառնալու պատճառ։ Այսինքն հենց նեղն է ընկնում ինքը իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրությունն է կազմակերպում ու դրանով որպեսզի մի նպատակով, որպեսզի նախ վախ սերմանի ժողովրդի մեջ եւ դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները եւ ձերբակալությունները ու առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալում։ Սաղաթելյանը հորդորեց Փաշինյանին այդպիսի տեսարաններ չբեմադրել, որովհետև նրան սպանելու կամ վնասելու նպատակ ընդդիմությունը չունի։ Փոխարենը պնդեց Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ։ Դու մեր ժողովրդին պետք ես ողջ եւ առողջ։ Մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որտեվ դու պետք ես կենթանի մեր ժողովրդին։ Ինչի համար, որպեսզի դատարաններում պատմես, ինչու հանձնեցիր Արցախը, ինչի շուրջ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքեր են քո մեղսակիցները, այս դավաճանությունը ու այս ամեն ինչը մեր ժողովրդի պետության գլխին ինչի արեցիր։ Որ տարածված տեսանյութը իշխանության հեղինակացն է, այսօր ակնարկեց նաև Ուժեղ Հայաստան դաշինքի անդամը։ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ իշխանությանը բնորոշ է այդ գործելավոճը։ Պետք է դեռ հասկանալ իրենք են այդ վիդեոները գցում, թե չէ, բայց բարև ձեզ, լավ եք, բայց մենք աշխատանք ունենք ան։ Դե օրինակ նացիստական Գերմանիայում բաներ Լեհաստանի վրա հարձակվելու համար լեհական շորերով զինվորներ էին հարձակվել իբր ռադիոկայանի վրա գերմանական։ Պրոպագանդիստական մեքենան հետաքրքիր ձև է աշխատում։ Այս պահին անհայտ ծագման այդ տեսանյութի իսկությունը կասկածի տակ դրեց նաև ընտրությանը մասնակից բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Ըստ նրա, սա հիբրիդային պատերազմի շրջանակում է պատրաստվել։ Որպես նոր հնարամիտ տարբերակ, ինչ որ մարդկանց կասեցնելու, խաղից հանելու, կապ չունի, մենք սիրում ենք այդ մարդկանց, թե չէ, ինչ որ մարդկանց նկատմամբ հետապնդումներ սկսելու,
քարոզարշավին խանգարելու, կալանավորելու, ձերբակալելու, իբր ահաբեկչության հետ կապված թեմաների մեջ ներգրաված լինելու, ջահանամ, թե այդ ամեն ինչը հետո կհերկվի, ջահանամ, թե այդ ամեն ինչը հետո չեն կարողանալու հիմնավորեն։ Կարևոր ինչն է, կարևորը որ հիբրիդային պատերազմի ինչ որ նոր գործիք է պետք ստեղծել, որովհետև ռեյտինգները 0 են ձեր, 0, դուք խայտարակ վիճակում եք, դուք գիտեք դրա մասին։ Դատապարտելով բռնությունը միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը միաժամանակ կարծիք հայտնեց, թե այդ տեսանյութը կարող է իշխանության կազմակերպած պրովոկացիան լինել, որ շարունակեն թիրախավորել արցախցիներին։ Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն, նաև հակառակ կողմնակիցներին համոզելու համար, որտեղ դա նրանց գործելավոճն է։ Եվ սա պետք է օբյեկտիվ հրապարակային հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի իրականում ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը Ազատության հետ զրույցում չթաքցրեց, սպառնալիքներն ուղղված են իր հիմնական մրցակիցներին։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արդարադատությամբ։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության 5000 զոհ ասելու համար սպառնում եմ։ Կոնկրետ սպառնում եմ Ռոբիկ Կալուգացի, Սերժ, Գագո, բոլորից սպառնում եմ։ Այս պահին իրավապահները ոչ մի փաստ չեն հայտնել, որ տեսանյութը կապ ունի ընդդիմադիր առաջնորդների հետ։ Իսկ գուցե Փաշինյանին են փաստեր հայտնի։ Այո, փաստն է, որ իրենց խոսույթի հետ 100%-ով այն բանը հորողբոր կինը, որ եկել էր ստեղ խոսում էր երեք, այս նույն խոսույթն է։ Նույն խոսույթն է։ Եվ այս մասկեքով խոսացողներին էլ ասում եմ, հանեք ձեր մասկեքը, եւ երբ որ հանեն մասկեքը, կտեսնեն, որ սրանք բանի պատերազմի առաջին ժամերում մարտի դաշտերից փախածներն են։ Այն որ մետրոյում ասում է փախածներ է, այս սրանք են փախածները։ Եվ ես սրանց գտնելու եմ հատ-հատ, մասկեքը հանելու եմ եւ ասի թե ինչ եմ անելու։